Ապրիլի 9-ին կայանալիք համագումարից առաջ 168-ին տված հարցազրույցում Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է հիմնական ուղերձները։ Նախընտրական այս փուլում քաղաքական դաշտը բյուրեղանում է և թիմերի հիմնական շեշտադրումներն ավելի ակնհայտ են դառնում։ Երաշխավորված խաղաղություն կոնցեպտը ԲՀԿ-ի սկզբունքային մոտեցումն է, մինչդեռ իշխանությունն ընդդիմադիր բոլոր ուժերին մեղադրում է պատերազմի կուսակցություն լինելու համար։ Հայաստանին պետք է երկարաժամկետ խաղաղություն, որը կախված չէ դատարկ խոսքերից կամ հակառակորդի կամքից։ Մեզ պետք է պատերազմի դուռը վերջնականապես փակել, Հայաստանին երաշխավորված խաղաղություն է պետք, պետության ուժի, գործող անվտանգության համակարգի եւ հստակ փոխադարձ պարտավորությունների վրա հիմնված։ Խաղաղություն, որտեղ Հայաստանը խոցելի չէ, որտեղ մեր սահմանները պաշտպանված են եւ որտեղ մարդիկ վստահ են ապագայի նկատմամբ։ Թուլությունը խաղաղություն չի բերում, այն նոր սպառնալիքներ է առաջացնում։ Թուլությունը խաղաղություն չի բերում, այն նոր սպառնալիքներ է առաջացնում։ Այս ընտրություններով որոշվելու է Հայաստանի արտաքին վեկտորը։ Հարցին, թե համամիտ է Գագիկ Ծառուկյանը այս մտքի հետ, պատասխանել է դիմելով միջազգային գործընկերներին։ ԲՀԿ-ի հաջողության դեպքում Հայաստանը բաց է լինելու համագործակցության, երկխոսության եւ ազնիվ գործընկերության համար։ Տարածաշրջանի կտրվածքով մենք հանդես ենք գալիս հարևանների հետ երկխոսության շարունակման, բոլոր բարդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու հստակ դիրքորոշմամբ։ Կա մի սկզբունք, սակայն, որը քննարկման ենթակա չէ։ Հայաստանի ճակատագիրը որոշում է Հայաստանի ժողովուրդը։ Ընտրությունները աշխարհաքաղաքականության գործիք չեն։ Մեզ մեր հասարակության ներսում դրսից միջնորդներ պետք չեն։ Մենք մերժում ենք հայ հասարակությանը ճամբարների բաժանելու վտանգավոր քաղաքականությունը։ Ռուսամետներ, արևմտամետներ նման բաժանումները միայն կոտրում են մեր հասարակության ողնաշարը։ Մեզ միասնական ամուր ողնաշարը պետք հատկապես հիմա։ Մենք մեր հասարակության ներսում բոլոր բաժանված, պառակտված խմբերին պիտի միավորենք, կամուրջներ կապենք մարդկանց միջև։ Մեր թիմի կարևոր խնդիրներից մեկը հենց դա է լինելու։ ԲՀԿ առաջնորդը նաև անդրադարձել է Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, հիշեցնելով անցած բարդ փուլերն ու արդեն ձևավորված եզրակացությունները։ Հայաստանին անհրաժեշտ են Ռուսաստանի հետ ամուր, ազնիվ եւ արդյունավետ ռազմավարական հարաբերություններ։ Դաշինքը վերակառուցելու դեպքում այն կներառի իրական պարտավորություններ եւ փոխադարձ պատասխանատվություն։ Մենք կստեղծենք անվտանգության այնպիսի համակարգ, որտեղ Հայաստանը ոչ թե թույլ օղակ է, այլ արժեքավոր եւ անհրաժեշտ գործընկեր։ Դա բխում է եւ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերից։ Հիմա խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին։ Ուզում եմ հասկանալ, գոնե պատկերացնում են, թե դա ինչ է նշանակում։ Հասարակ մարդիկ պատկերացնում են ու շատ են անհանգստանում։ Մարդիկ դեռ չեն մոռացել 90-ականների սկիզբը, երբ տնտեսությունը փլուզվեց ու մենք զրոյից սկսեցինք կառուցել ամեն ինչ։ Մարդիկ տարիներով գործ են դրել, բիզնես են անում, վերջապես սկսել են եկամուտ ստանալ։ Հիմա այդ ամենը կարող է ուղղակի փոշիանալ։ Մեր ապրանքների մեծ մասը ԵԱՏՄ շուկա է արտահանվում, որ դուրս եք գալիս, բա որտեղ է վաճառվելու, ուր է արտահանվելու։ Հոսիրին խոսքեր ասելով չի, Եվրամիությունը մեր լավ գործընկերն է ու ավելի լավը դեռ պիտի դառնա, բայց մեզ անդամակցելու ոչ հրավիրել են, ոչ էլ սպասում են։ Սա օխաղ չի, որ ռիսկի տակ են դնում մեր ժողովրդի բարեկեցությունը, մեր երկրի ապագան։ Ներքին կյանքի ու ներքին քաղաքականության վերաբերյալ հարցինի պատասխան Գագիկ Ծառուկյանը դարձյալ վկայակոչում է ներքին համերաշխության կոնցեպտը։ Այսօր երբ նայում ես, թե ինչ է կատարվում մեր երկրի, մեր հասարակության ներսում, այնպիսի տպավորություն է, թե հատուկ ուզում են մարդիկ միմյանց թշնամի լինեն, բաժանվեն փակ թշնամական խմբերի իրար ատեն։ Մենք բոլորս կարող ենք 1000 հարցում տարբեր կարծիք ունենալ, տարբեր մոտեցումներ, ու դա շատ լավ է, որովհետև այդ կարծիքներով պիտի կիսվենք, պիտի իրար լսենք, որ ընտրենք ճիշտ ճանապարհը։ Տարբեր կարծիք ունեցողը հո թշնամի չի, բայց դարձնում են թշնամի։ Մեր նպատակը պիտի լինի այ հենց դա փոխելը։ Եվ հարցազրույցն ավարտում է մթնոլորտը փոխելու անհրաժեշտությամբ, որ մարդիկ ձգտեն իրար օգնել, իրար մասին հոգ տանեն, երկրի դժվարությունները միասին հաղթահարեն, որ մեր երկիրն ամուր լինի ներսից։